2024 թվականին գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 600 միլիարդ դրամ գույք, պատկերացնում եք, դոլարով էլ ասեմ, 1 միլիարդ 500 միլիոն դոլար։ Դրանց մեջ 270 շարժական գույք, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Սրանք ընդհանուր թվով 136 հայցադիմումներ են, որոնք սպասում են դատական վճռի կայացման։ Սա մոտ 13000 բնակարան է Հայաստանում, Սա մոտ 500 դպրոց է Հայաստանում։ Սրանով կարող ենք հայկական Stranger Things նկարել։ Բայց ինչ է իրականում նշանակում ապօրինի ծագում ունեցող գույք։ Երբ Պաշտոնյանով իր աշխատավարձով Սևիկրային պետքակակասեր, իրեն թույլ է տալիս օրինակ շքեղ առանձնատուն ընդամենը 8 միլիոն դոլարով։ Առաջանում է ողջամիտ կասկած, որ այդ գույքը ստացվել է կոռուպցիայից, հանցավոր գործարքներից կամ պաշտոնեական դիրքի չարաշահումից։ Բա բռնագանձողն ով է։ Հակակոռուպցիոն դատան է եւ գլխավոր դատախազության հատուկ վարչությունը։ Վերջին 3 տարում կնքվել է 9 հաշտության համաձայնություն։ Օրինակ 2025 թվականին կնքված մեկ հաշտության պետությանը կփոխանցվի 87 միլիոն 622 հազար դրամ։ Ինչ ասել է հաշտություն։ Անձը հոժարակամ առանց դատական քաշքշունքների վերադարձում է պետությանը իր ապօրինի ունեցվածքը, իրեն պահելով դրա որոշակի տոկոսը։ Սա պետությունը ստեղծել է, որպեսզի խրախուսի մարդկանց լավով իրենց անօրինական ձեռքբերածի մեծ մասը տալ պետությանը։ Հիմա գալիս է ամենահետաքրքիր մասը։ Իսկ ինչ է լինում հետբերված գույքի հետ։ Ահա այստեղ է Հայաստանում ամենամեծ բացը։ Այսօր բռնագանձված գույքը գրանցվում է որպես պետական, Իսկ գումարը փոխանցվում է պետական բյուջեում առանձնացված հատուկ հաշվին։ ու չկա ոչ մի օրենք, որը կասի, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի այն։ Միգուցե դրանով ստեղծվի հանրային բարիք։ Ու նույնիսկ չկա սահմանափակում, որ այդ նույն գույքը հետագայում նույն անձը նորից չի կարող ձեռք բերել։ Այո, տեսականորեն ապօրինի գույքը կարող է վաճառվել իր նախկին տիրոջը, բայց արդեն օրինական ձևով։ Համաձայնենք մարազմատիկ է հնչում։ Դրա համար էլ կան հասարակական կազմակերպությունները։ Նրանք հետևում ու զեկույցներ են գրում, թե ինչպես են աշխատում հակակոռուպցիոն մարմինները։ Վարչապետին էլ նամակ են գրել առաջարկելով ստեղծել օրենք, որը կապահովի բռնագանձված գույքի սոցիալական վերաօգտագործումը։ Իտալիայում բռնագանձված գույքի զգալի մասը օգտագործում է սոցիալական նպատակներով՝ խնամքի տներ, մանկապարտեզներ, Ավելին իմանալու համար թող մեկնաբանություն եւ մենք քեզ կուղարկենք ամբողջական զեկույցը։